Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի խոսքերով կարևորը ոչ թե այն է, թե ով նախագահ կընտրվի Հայաստանում, այլ ով ունի կարողություն լուծելու երկրի ներկա մարտահրավերները, ինչպիսիք են տնտեսական ճգնաժամը, ներդրումների պակասը, ազգային անվտանգության, կոռուպցիայի եւ վատ ղեկավարման խնդիրները։ Այս խնդիրներից ոչ մեկն էլ հեղափոխության միջոցով չի կարելի լուծել։ Լուծումը կլինի դանդաղ, աստիճանական բնույթի եւ քաղաքականության ոլորտում ծանր աշխատանքի շնորհիվ։ Հայաստանի հաջորդ նախագահը, ով էլ որ նա լինի, պետք է զբաղվի այս խնդիրներով։ Իսկ այն հարցին, թե ինչպես կարող է հաջորդ նախագահը լուծել գործազրկության խնդիրը Հայաստանում, Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ այդ ջանքերի ամենամեծ խոչընդոտը պետությունից օգնություն սպասելու հետխորհրդային մտայնությունն է։ Քանի դեռ ամեն մի հայ չի հասկացել, որ պետությունը ինքն է, դժվար թե որևէ փոփոխություն իրագործվի։ Նույնիսկ եթե հասկանան, փոփոխության ճանապարհը միևնույն է շատ երկար է։ Եթե աշխարհաքաղաքական նոր խնդիրներ չառաջանան, Հայաստանը աստիճանաբար կզարգանա, իսկ այն փաստը, որ ժողովուրդը Հայաստանում միշտ դժգոհ է, երևի լավ երևույթ է, քանի որ բավարարվածությունը շատ վատ քաղաքական եւ տնտեսական համակարգի նշան է։ Իսկ ինչպես կարող է հաջորդ նախագահը պայքարել սոցիալական անհավասարությունների դեմ։ Պարոն Իսկանդարյանը դրա լուծումը տեսնում է քաղաքացիական ակտիվ մասնակցության մեջ, որը նրա խոսքերով երկար ժամանակ է պահանջում։ Այլ աշխարհի խելացի ժողովուրդներից են, սակայն ոչ այնքան խելացի, որ կարողանան իրագործել այնպիսի փոփոխություններ, որոնց համար այլ երկրներում պահանջվել է պայքարել 50 կամ 100 տարի։ Մեր այն հարցին, թե կան արդյոք նմանություններ կովկասյան երկրներում ժողովրդավարության զարգացման ձևերում, պարոն Իսկանդարյանը պատասխանեց, որ այդ երկրների միջև տարբերությունները շատ մեծ են։ Մեծ տարբերություններ կան կովկասյան երկրներում ժողովրդավարության զարգացման ձևերի միջև։ Ադրբեջանն օրինակ քաղաքագիտական առումով ոչ թե Կովկաս է, այլ Կենտրոնական Ասիա, ուր իշխանությունը հորից անցնում է որդուն։ Պատճառը նավթն է, որը նպաստում է քաղաքական նման կառույցների գոյատևմանը։ Անդրադառնալով ազատ եւ անկախ ընտրությունների հարցին, վերլուծաբան Իսկանդարյանը նշեց, որ ի տարբերություն Կենտրոնական Ասիայի երկրների, ուր աղքատ քաղաքացիների կարծիքը անտեսվում է, Հայաստանում մեծ գումարներ են ծախսվում աղքատ մարդկանց քվեները գնելու համար։ Դա արվում է, որովհետև աղքատ մարդկանց կարծիքը նույնպես կարևոր է։ Այդ կացությունը Հայաստանից, Ուկրաինայից եւ Մոլդովայից բացի նախկին խորհրդային այլ երկրներում գոյություն չունի։ Մեր հարցազրույցի վերջում Ալեքսանդր Իսկանդարյանը խոսեց սոցիալական մամուլի դերի մասին։ Նրա կարծիքով, քանի դեռ Հայաստանի գյուղերում մարդիկ լիակատար ինտերնետային կապեր չունեն, սոցիալական մամուլի ազդեցությունը շատ սահմանափակ կլինի։ Նախագահական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան փետրվարի 18-ին, իսկ ընտրապայքարը պաշտոնապես կսկսվի հունվարի 21-ին։ Արաքսիվան, Ամերիկայի ձայն, Վաշինգտոնից։